Ես երկի տակ միշտ կարելի է ֆռալ Հայաստանում, որովհետև ես Հայաստանի երկն է հենց շատ է դուրս գալի։ Բարեկամներ, հարգանքներս, մենք հիմա ձեզ ցույց ենք տալիս մեր վեհ Մասիսը, Արարատը, Սուրբ մեր լեռը։ Այսօր ոչ պակաս սուրբ առիթ է, ստեղծվում է հայկական օջախ Հայկի եւ Մարիամի միությամբ։ Այսօր նրանց հարսանյաց հանդեսն է Մորենա ռեստորանում եւ մենք գնում ենք այնտեղ անակնկալ տանենք մեր Հայկի ընկերոջ կողմից։ Եկել մամայիս կողմից, ռիմայի։ Հա, մամայան էլ գրեմ, հիմա։ Ես իրա քավորն եմ, ախպեր։ Քավորն ես, բայց ընկերեքել է նոր ես քավորացե, թե ես քավորն ես միանգամից։ Ախպեր ես բանակից հետո։ Բանակի ընկեր է ինքը։ Ուժեղ ախպեր, ավելի ուժեղ։ Դե մերնեմ սրտից, всё, ես արդեն հեսա մի 10 րոպեից հասնում եմ։ Լավ լնես, ուժեղ լնես, առողջ, այդ ընկերությունն էլ սուրբ ձևով պահեք, հենա պահում եք ախպեր, քավորն ես իրա, всё ցավը տանում։ Դե կապի մեջ, լավ Արտուրս։ Կապը։ Բարեկամներ, ինչպես մի անգամից ձեզ էլ հայտնի դարձավ, Արտուրը եւ Հայկը բանակի ընկերներ են, բանակի ընկերությունից հետո իրենց հարաբերությունները ավելի են ուժեղացրել, սրբացրել եւ քավորսանիկ են դարձել։ Այսօր մեր Արտուրը իր ներկայությունը կստանա իր մայրիկի հետ միասին, մեր տիկին Ռիման էլ փաստորեն մասնակից է այս անակնկալին, այնպես որ բոլորով միասին գնում ենք Հայկ աղբորը շնորհավորելու եւ օրհնություններ տանելու քավորից Մարիամ, Հայկ Մարիամ, Հայկը եւ Մարիամը։ Հիանալի հրաշքոր է Մասիս քաղաքում, իսկ մենք այսօրվա մեջ մեզ գտել ենք այս գեղեցիկ երաժշտությունով, այս երկու օրը էսա։ Նոր են գտե, շատ է դուրներս եկե, ու այս երաժշտությունը սարքել են, ուղղակի այդ սարքողը հիմա էլ վիդեոներ չի տեղադրում YouTube-ում, նեղվել եմ։ Եթե կլսին, հա, կամ իրեն ճանաչող մարդ կա, թող ասի, որ շարունակեն, այս երգը շարունակությունն էլի։ Մի բան ճշտեմ էլի, Հայկի եւ Մարիամի հարսանիքն է հիմա։ Դուք էլ եք ման գալի, ստեղ չի, էս չի, ուրեմ կողնա, всё, ուրեմ կողնա, լավ։ Ասած Արմենը դերասանա։ Ախպեր դու էդի մի ասա, ում կողմից է ես գամ ասա։ Հա դու իմացե ախպերս, մեր փեսան որ կա, մեր Հայկը որ կա։ Իր անգերն է, էլի, Մոսկվայից։ Բարոյցես։ Բաներ տանեմ էլի։ Նկարելու եք, հա։ Այս քո SMM-նա կատարվում ստե, թե Մորենայի SMM-նա, դե միացում երկու բառ ասենք, երկու մտ չգովանք Մորենան, ինչ կարծիք ես։ Մտ չգովանք Մորենան։ Պատրաստ եմ, բայց մտ գովանք էթանք։ Վարդան դու նկարում ես, չէ։ Դե նկար միաց, հադես թե գովանք նոր էթանք։ Ասենք որ Մորենան հիանալի տեղ է, հա։ Բարդ հարցում փեսան ստեղ են։ Բարեկամներ մենք հիմա գտնում ենք Մորենայի փոքր սրահում, որտեղ հավաքվել են Հայկի եւ Մարիամի բարեկամությունը եւ նշում են նրանց գեղեցիկ առիթը։ Մենք էլ եկել ենք Քավորի անակնկալն անենք, Քավորի նվերը բերենք 101 վարդը, որը սիրո գույն է սերը խորհրդանշում, այսինքն Քավորը իր սահանիկին Հայկին ասում է, որ սերը շատ լինի։ Շնորհավոր։ Ահաբարականներ, շնորհակալով քանի որ այս պահին գեղեցիկ սրահում լինում է գեղեցիկ սիրո կենացը, դուք անակնկալ ունեք։ Հարցը ես առաջարկեմ գավաթները տնենք, քանի որ յուրահատուկ անակնկալ է լինելու։ Իսկ թե ինչ անակնկալ է լինելու, ես մի քանի րոպեով բացատրեմ, դուք փակեք ձեր աչքերը։ Շնորհակալ եմ Արմեն ջան, արգակներս բոլորին բարով եք հավաքվել, գեղեցիկ թափեր տանք, մի հատ լսենք իմ եկես մյուսին։ Ապի այն վերջի անկյունի սեղանը, լավ, ամեն ինչ պարծեր հիմա ես կդիմեմ մի մեթոդի, որը 100%-ով ցույց կտա ձեր տրամադրությունը, ու սկսում ենք հենց հիմա, թող ծափեր տան Հարսիկի կողմը։ Այս ուրիշ բան, փաստորեն Փեսայի կողմում էլ Հարսիկի կողմից նստածներ կան, նկատեցի, իսկ հիմա հա, Փեսայի կողմը թող ուժերը հավաքի, որ ցույց տանք որն է ծափերը։ Փեսայի կողմն է ծափեր տալիս։ Այս ուրիշ բան իմ աչականջը ավելի լավ է լսում, երկու անգամ ավելի ուժեղ էր ծափերը, իսկ հիմա քանի որ հասկացանք տրամադրությունը լավ է, բոլորն էլ իրենց օրհնությունը բերել են մեր զույգին, ասեմ որ մարդկա չի կարողացել գալ, չի բերել դրա համար ես եմ եկել։ Հայկ աղբեր, ես քո ընկերն եմ, իմացի։ Հիմա Հարսիկի հետ միասին գեղեցիկ քայլելով եկեք կենտրոնական պարարապարակ, ծափերն կարող եք տալ, որ տես ջիջարով գանել, որ իմանան ինչքան շատ եք իրենց սիրում։
կողքիս լինես անունովդ սերը իմ ավերժացնես Պետք է մի փոքրիկ պատմություն պատմեմ նոր ծաղիկները տամ փեսային Հայք, քեզ ծաղիկ տվել են այսքան ժամանակ Ես տալիս եմ վերցրու որ նվիրես հարսիկին բայց մի հատ դադարով էլի Այս անակնկալի մասին ասեմ որ կազմակերպողը շատ ուզում է որ դուք սիրով լինեք Աստծո օրհնությամբ եւ դիպմանակ կյանքի բոլոր դժվարություններին եւ ասեմ երկու հոգի են անակնկալ արողները ու քո կողմից են այդ անակնկալ արողները Հիմա նվիրի գեղեցիկ գրքի հարցիկի ծափեր թող տան Վախենում եմ սայթակել Կես հոգիս է փաթաթվել Գեղեցիկ ոսկեզոծ կյանք ենք ձեզ մաղթում իսկ անակնկալը հիմա գալիս եմ ես փեսայի մոտ հարցեր տալու թե ում կողմից կլինի ասեմ շատ կարևոր տեղից ընկերություն ես ձեռք բերել ու այդ ընկերությունը պահել եք մի բան էլ աճացրել եք Հարսիկ ջան ինքը շատ լավ տղա է ուժեղ հզոր ում կողմից կլինի Արծրունի Չէ Նայ լավ հուշումս ավելի լավ անեմ Բանակի ինգեր Ադամյանի Արտուրի Ադամյանը, Արտուրը, իր մայրիկի, տիկին Ռիմայի հետ շնորհավորում են ձեր միությունը, օրհնում են։ Աստծո օրհնությամբ լինենք բոլորս, ձեզ բարձր տրամադրություն, լավ օր, քեֆ արեք, ուրախացեք, իմացեք, որ Մոսկվայում են ուրախ ու ամբողջ աշխարհում։ Բոլորիդ լավ օր, մենք գնում ենք, ես չեմ էլ կասկածում, որ լավ օր կլինի, քանի որ Արմենն է ձեր կողքին, մի հատ էլ Արմենի համար ծափեր տվեք, որ լավ անցկացնի։ Ջիգարով էլի։ Միշտ այսպես անակնկալներով լինես։ Ապրես։ Իսկ մենք բարեկամներ աշխատեցինք Մորենայի SMM-ի մասնագետի հետ, ով շատ գեղեցիկ տեսանյութեր է նկարում։ Եվ տենց էլ չնկարեց, որ ասեմ, ով գա Մորենա, երբեք չի մոռանա։ Ինչ լավ է։ Մի հատ շո ասեմ։ Լսվում է։ Ով գա Մորենա, չի մոռանա, ստեղ ինչ լավ է։ Այնպես որ եկեք Մորենա ձեր առիթները անցկացնելու, տեսեք ինչ սիրուն է, ամեն ինչը մանրամասն մտածած։ Բայց Վարդան, քեզ էլ ասելիք ունեմ, արի տես ինչ սիրուն մեքենա է։ Սա կորվետ է, հա։ Ասենք, այս ավտոն, տեսեք որտեղից սա, նայեք։ Այստից սա, բայց գենով խոսքից տենց ավտո չկա։ Ման մի եկեք։ Ուժեղա։ Բոլորիս մաղթում եմ, որ ազատ ժամանակի համար սենց ավտո կարանակ առնեք քշեք։ Դե ինչ, բարեկամուհի ես գնացի են ուր ես։ Դե գնացի հաջողություն ապրես։ Անդոն ինքը բարևես, տե Անդոն։ Ախրանան, են ուժեղ տղերք է երկու հատ։ Իմ ընկերներն են կբարևես։ Ահա բարեկամներ, հիմա մի անգամից հավեսով շատ արագ ուղևորվում ենք դեպի Մարտունի սիրված հորաքրոջ կամ մորաքրոջ ծննդյան օր շնորհավորելու Ֆրանսիայից։ Ֆրանս։ Արսեն աղբերը եթե տնա այս վիդեոն թող իմանա որ Ֆրանս, ուի։ Ահա, բարեկամը թող մտնի։ Մենք էլ գնանք մեր ճանապարհներով, հայոց ճանապարհներով, ընկերներ, այսօր բավականաչափ շատ տեղեր ունենք ման գալու, զբոսնելու, այնպես որ մնացեք մեզ հետ հետաքրքիր է լինելու։ Քիչ հետո կանջատվի տեսախցիկը եւ կմիանա արդեն գեղարքունյաց աշխարհից, որովհետեւ հենց այնտեղ էլ գնում ենք ու ինձ շատ հավանական է, ինձ թվում է որ հենց Երևան-Սևան ճանապարհը կմիացնենք, որովհետև այդ ճանապարհը ես շատ եմ սիրում, բայց միևնույն ժամանակ բոլորին ասում եմ, այնտեղ վարելուց կրկնակի երակի ուշադիր եղեք, վտանգավոր ճանապարհ է ստացվել այն։ Հիմա դուրս են գալիս Մասիս քաղաքը մեր հզոր բարեկամներ։ Տեսեք այս բզերը, եթե անզգուշ լինես, կարող են հայտնվել քո մեքենայի սրահում։ Իսկ եթե չես ուզում քո մեքենայի սրահում ինչ-որ բիզ հայտնվի, ուրեմն զգուշ քշի, մեռնեմ սրտիդ, անփորձանք եղի, գնացինք։